Ես նոր այս ամբիոնից խոսում էի ավիատոմսերի գների մասին, այս ընթացքում ինձ ուղարկեցին պատկերներ, սկրինշոթեր, ես խոսում եմ 15 եվրոյի մասին, որ կիրակի օրվա համար դեպի Լառնակա 2 եվրոյով տոմս կա։ Այսինքն մեր թոշակառուները, այսինքն 900 դրամով Գյումրի Լառնակա ավիատոմս կա, դա երկկողմանի մասին է, չէ, որ չէ, մի կողմանի մասին է։ Դե ասա համը հանել են, էլի դե անելու բաներ դա որ։ Այսինքն մեր բարձրացրած թոշակով, ապրիլի 1-ից բարձրացրած թոշակով, թոշակառուն կարա 5 հատ տուդա ապրատնը տոմս առնի։ Հասկանում եք, որովհետև բանի խնդիրը մենակ փողի նոմինալ արժեքը չի։ Խնդիրը նաև այս հնարավորություններն է, որ մենք ստեղծում ենք, բայց երբ որ մենք ասում ենք սպառողական նվազագույն զամբյուղ, այդ չի նշանակում, որ թոշակը սպառողական նվազագույն զամբյուղը հատել է եւ կանգնել է, որովհետև հետվճարի համակարգով այսօր շատ ավելին է, ասենք օրինակ նախարարը ինձ ասեց, որ 120% է սպառողական զամբյուղի, այսինքն ձեր ասած խնդիրը արդեն լուծման ինչ-որ մի քայլ արել է, իհարկե կան նաև գնաճային երևույթներ, որոնք մեր ներքին խնդիրներից կախված չեն, բայց կան նաև այսպիսի երևույթներ։ Մենք հաջորդիվ ծրագիր ենք անելու, որպեսզի թոշակառուների տնտեսական ակտիվությունը մեծացնենք, որովհետև ես էլի ասում եմ 63 տարեկանը ոչ թե թոշակի, այլ փոքր բիզնես սկսելու լավագույն տարիքն է։ Եվ մենք պետքա 21-րդ դարում հարգելի գործընկերներ, 63 տարեկանը, 65 տարեկանը, 70 տարեկանը, ինչ տարիք է, եթե մարդը առողջ է, առողջության համար կա առողջության ապահովագրությունը։ Եվ մեր խնդիրն է, որ քաղաքացիները, գիտեք, մենք նաև գիտենք մեր ծնողներից, որ երբ որ մարդը ակտիվ է, ինքը ավելի, այսինքն կյանքից գոհունակության մակարդակը ավելի բարձր է, ինքը գործունեություն ունի, դա շատ ավելին է, քան ուղղակի իրան որպես նվիրատվություն ինչ-որ բան տալը։ Եվ հետևաբար, այո, եւ մեր հանձնառությունը քաղաքական հետևյալն է, որ սպառողական զամբյուղից ներքև թոշակը պետքա չիջնի։ Ինչքան կհասցնենք կկարողանանք բարձրացնել, այդ արդեն լրիվ ուրիշ հարց է եւ ժամանակի ընթացքում, հեսա որ արձագանք եք կասեմ։ Արձագանք։ Պարոն վարչապետ, ես կարողա թանկացավ արդեն։ Բա գովազ դարի մի մարդիկ ինձ ուղարկել են սկրինշոթը 2 եվրո։ Հա? Գովազ դարինք մարդիկ առնում են գինը բարձանում է։ Վերականգնեք ժամանակը, պարոն Թորոսյան։ Հələ միջև դուք արձագանքեք, ես իմ հեռախոսը տեսնեմ։ Պարոն Թորոսյան, դուք արձագանքեք։ Սկսեք, պարոն Թորոսյան։ Կներեք 2.19 եվրո։ 219 եվրո։ Բասում եմ, գովազ դարինք հիմա։ Իրականում այս նոստերները ինքը մեկ ժամվա մեջ տատանվում է գները, դա նորմալ է, էլի հելնում է իշնում։ Հիմա ժողովուրդ ջան, 219 եվրո, հիմա կռիվ մի արեք։